Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Պաշտոնում նշանակվելուց հետո առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Կողմերն անդրադարձել են Իրանի միջուկային ծրագրին։ X-ի էջում Կայա Կալասը գրել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում ընդգծել է դիվանագիտության կարևորությունը միջուկային հարցերում և տարածաշրջանում դեէսկալացիայի համար։ Կալասը կոչ է արել Թեհրանին դադարեցնել Ռուսաստանին ռազմական աջակցությունը և մտահոգություն հայտնել Իրանում լրտեսության համար Եվրամիության քաղաքացիների կալանավորման կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Բրյուսելի և Թեհրանի հարաբերությունները կախված են այս բոլոր հարցերում առաջընթացից։ Այսօր ավելի վաղ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է միջուկային ծրագրի հարցով հանդիպել եվրոպական եռյակի հետ, չնայած ավելի վաղ նախատեսված բանակցությունների հետաձգմանը։ Նրա խոսքով Հռոմում կողմերի ներկայացուցիչների հանդիպումը պետք է տեղի ունենար մայիսի 2-ին, սակայն փոխադարձ համաձայնությամբ այն հետաձգվել է։ Մենք պատրաստ ենք երկխոսության, պետք է միայն համաձայնեցնել նոր ամսաթիվը, նշել է Բաղային։ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և քրիստոնեա-դեմոկրատական և քրիստոնեա-սոցիալական միությունների պահպանողական դաշինքը պաշտոնապես կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել։ Արտահերթ ընտրություններից 10 շաբաթ անց պատասխանատվություն Գերմանիայի համար փաստաթղթի ստորագրումը վերջնականապես ապահովում է նոր կառավարության ձևաչափը։ Սա Գերմանիայի պատմության մեջ 5-րդ կոալիցիան կլինի նման կազմով։ Ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կուսակցությունները գործի կանցնեն առաջին իսկ օրվանից։ Կոալիցիոն համաձայնագիրը, որը մենք այսօր ստորագրում ենք, հստակ ցույց է տալիս մեր հավատարմությունը աշխատելու լրջորեն կենտրոնացված խնդիրների ըմբռնումով, հայտարարել է Գերմանիայի ապագա կանցլերը։ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել է Գազայի հատվածում գործողությունը ընդլայնելու ծրագիրը, հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նրա խոսքով գլխավոր շտաբի պետի կողմից ներկայացված Համաս շարժման լիակատար չեզոքացման և իսրայելցի պատանդների գերությունից ազատելու օպերատիվ ծրագիրն ընդունվել է միաձայն։ Այն ներառում է Գազայի հատվածի գրավում և դրա վերահսկողություն, խաղաղ բնակիչների տեղափոխում դեպի հարավ նրանց անվտանգության համար։ Իսրայելական կողմը նախատեսում է Համասին զրկել մարդասիրական օգնությունից և զանգվածային հարվածներ հասցնել շարժման ենթակառուցվածքներին ու հրամանատարական կետերին։ Գենդելմանը նշել է, որ ծրագիրը լիովին համապատասխանում է վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից վերջին ամիսներին հնչեցրած նպատակներին։ Նրա խոսքով, ի տարբերություն նախորդ գործողությունների, այս ծրագիրը ոչ թե թիրախային հարձակումների, այլ անկլավի տարածքի ամբողջական գրավման և դրա նկատմամբ կայուն վերահսկողության հաստատման մասին է։ Մերի Ներսիսյան, լուրեր։